Բարի երեկո, սիրելի ժողովուրդ, հուսով եմ ձայնի խնդիր չունենք։ Շնորհակալություն։ Մի երկու վայրկյան սպասենք, հիմա տեսնենք ովքեր մեզ կմիանան, բարով գան, ովքեր էլ դեռ չեն եկել, բարի կսպասենք։ Սիրելի հայր, նախ մի այսպես վիճակագրության պես մի բան ասեմ, հա, YouTube-յան մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հազարավոր այս լսողներից շատ քչերն են բաժանորդագրված։ Մեծ մասը մեզ նայում են, ինչի համար շնորհակալ ենք, լսում են մեզ առանց բաժանորդագրվելու։ Դրա համար ես ուղղակի կխնդրեմ բաժանորդագրվել ալիքին, մասնակցել մեկնաբանություններին, սրանով մեծ օգուտ տված կլինեք, որովհետև ես ինչպես նայում եմ ըստ վիճակագրության, դիտողների միացողների, այսպես ասած, առյուծի բաժինը բաժանորդագրված չէ, կխնդրեմ բաժանորդագրվել ալիքին։ Մի քանի օր առաջ մենք փորձեցինք հաղորդում անել, բավականին լուրջ ինֆորմացիա էր, լուրջ տեղեկություններ էր, փորձեցինք բացօթյա այսպես գեղատեսիլ Մասիսի ֆոնին հաղորդում անել, Մասիսի փեշերին այսպես մեր գեղատեսիլ խոր վիրավում, բավական լավ ստացվեց, բայց ինչպես հետո պարզ դարձավ, քամուձայնը շատ խանգարեց եւ ոչ մի կերպ չկարողացանք այդ հաղորդումը ներկայացնել։ Մոտ 1 ժամ, 2 ժամ մնաց կարծեմ ալիքում, բայց հասկացանք, որ ժողովուրդը բողոքում է, որովհետև իրապես ոչինչ չէր հասկացվում, ստիպված հեռացրեցինք հաղորդումը, բայց որպեսզի չկորչի այդ ինֆորմացիան, սիրելի հայր, շատ լուրջ ինֆորմացիա կար, շատ լուրջ տեղեկություններ, ես այսօր կփորձեմ ձեզ պատմել այդ հաղորդումը նորից, հույս ունենամ այս անգամ որևէ խնդիր չենք ունենա։ Իմ ձեռքին իմ առաջին գիրքն է, Մայրամուտ և լուսաբացի միջև հայի ֆենոմենը։ Երբ սկսեցինք մեր աշխատանքը, երբ որոշեցինք այս տեղեկությունները փոխանցել գիրք մեր հայրենակիցների խնդրանքով, առաջին գրքում ես խոսեցի շատ թե քիչ հայտնի հայերի մասին, խոսեցի թե ինչ էր կատարվում Հայաստանում 1900-ականների սկզբին, երբ աշխարհի մեծահարուստները կռիվ էին մղում Բաքվի նավթի համար։ Առաջին գրքում խոսեցի նաև մի մարդու մասին, որի մասին տեղեկությունները խիստ հակասական են համարվում եւ ասեմ միայն ոչ ինձ համար։ Ինչու ոչ ինձ համար, որովհետև ասում են այս մարդու մասին տեղեկությունները շատ քիչ են, այս մարդու մասին տեղեկությունները շատ հակասական են, այո, հակասական են, բայց դրան նախապատմություն ունի, թե ինչու խմբագրվեց այս մարդու կենսագրականը։ Ես ուզում եմ սկսել նրանից, սիրելի հայեր, որ այսօրվա ժամանակակից ՌԴ-ն որպես միջուկային գերտերություն, տեսեք աշխարհում ինչով են իրար այսպես ահաբեկում, հա, գերտերությունները միջուկային զենքով։ Հենց բանը հասնում է բանին, միանգամից սկսում են միջուկային զենքի անուն տալ, հիմա չգիտեմ, ներողություն, միջուկային հարվածներ։ Չգիտեմ ինչ նախախնամությամբ, չգիտեմ սա ճակատագրի հեգնանք էր, թե ինչ, բայց ժամանակակից ՌԴ-ն միջուկային գերտերություն դարձավ 1949 թվականին, երկու էթնիկ վրացիների, երկու հրեաների և մեկ հայի շնորհիվ։ Ժամանակակից ՌԴ։ Շնորհիվ բառերը այստեղ խանդավառությամբ ասված չեն, այսինքն պաթոս չկա սրանց մեջ կան կենսագրականներ։ Երկու էթնիկ վրացիներին դուք շատ լավ գիտեք, հա, Յոսիֆ Ստալին եւ Լավրենտի Բերիա։ Ստալինը պետության գլխին էր, Լավրենտի Բերիան կարգավորում էր եւ վերահսկում էր ատոմային նախագիծը։
Երկու հրեաներ, Խարիտոն եւ Զելդովիչ, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, այսպես ղեկավարում էին, կարելի ասել, ոչ թե ղեկավարում էին, այլ թեև Խարիտոնը սկզբում ղեկավար նշանակվեց, միջուկային այս նախագծի գլխավոր ուղեղներն էին եւ իհարկե նա։ Նա սովետական միության երևի թե հիմա էլ Ռուսաստանի Դաշնությունը, եթե այսպես որպես իրավահաջորդ վերցնենք, հա, ԽՍՀՄ ամենաառեղծվածային, ամենաանհայտ գիտնականը, որի կենսագրականը խմբագրվեց։ Բայց ամեն ինչ հերթով, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն 1945 թվականի հուլիսի 16-ին ԱՄՆ-ում Նյու Մեքսիկո նահանգի պոլիգոններից մեկում փորձարկվեց աշխարհում առաջին ատոմային ռումբը, որը ամերիկացիները շատ փղակշական այսպես անվանել էին Մալիշ, փոքրիկ։ Փորձարկումը շատ բարեհաջող անցավ եւ փորձարկումից մեկ շաբաթ անց հուլիսի 24-ին արդեն գերմանական Պոցդամում վերջին անգամ հանդիպեցին մեծ եռյակի ներկայացուցիչները։ Մեծ եռյակ, թեև մենք ասելով միշտ այսպես նկատի ենք ունեցել Ռուզվելտին, Չերչիլին, Ստալինին, բայց Պոցդամում Չերչիլը արդեն չկար։ Չերչիլը եւ Ստալինը վերջին անգամ հանդիպել են Յալտայում, որի ժամանակ արդեն ներողություն, Ռուզվելտը եւ Ստալինը վերջին անգամ հանդիպել են Յալտայում, որի ժամանակ Ռուզվելտը արդեն շատ ծանր հիվանդ էր, բավական մեծ ճանապարհ էր կտրել այս մարդը, կարծեմ Մալտայից նավով եկել էր մինչև ԱՄՆ-ից, Ֆլորիդայից նավով եկել էր մինչև Մալտա, այնտեղից արդեն ինքնաթիռներով հասել էր Յալտա, թեև ինքնաթիռը Յալտա չէր իջել էր արդեն Սակի, բայց սա այլ պատմություն է, սրա մասին ես չեմ ուզում խոսել։ Ուրեմն Պոցդամում Ռուզվելտը արդեն չկար։ Ռուզվելտին փոխարինեց փողկապներ վաճառող մի բիզնեսմեն։ Հետաքրքիր է պատմությունը, երբ Ստալինին առաջին անգամ զեկուցում են, որ Ռուզվելտի փոխարինել է ԱՄՆ-ում, փոխարինել է Սպիտակ տունը գլխավորել է փողկապներ վաճառող բիզնեսմենը, Ստալինը հեգնական ժպտում է, բայց փողկապներ վաճառող այս բիզնեսմենը շատ շուտով, շատ կարճ ժամանակ անց դառնալու էր Ստալինի հիմնական գլխացավանքը եւ շատ լուրջ վտանգ ոչ միայն սովետական միության, այլև աշխարհի համար։ Ուրեմն Պոցդամում նորընտիր նախագահ Հարի Թրումենը բոլորին այսպես առանց թաքցնելու հայտարարեց, որ ԱՄՆ-ում ստեղծել է նոր զենք, որը իր նմանը չունի։ Ստալինը հեգնանքով վերաբերեց սրան, նույնիսկ այսպես լուրջ ուշադրություն էլ չդարձրեց, անգամ արտահայտություն արեց, ասեց շատ ուրախ եմ ձեզ համար, հուսով եմ ճապոնացիների դեմ կօգտագործեք սա։ Սա մարգարեական խոսքեր չէին, Ստալինը արդեն այսպես վստահ չէր, վստահություն չկար, որ ամերիկացիները ինչ-որ լուրջ զենքի մասին են խոսում, մտածում էր իրեն գիտեին, որ ԱՄՆ-ում Մանհեթենյան նախագիծ կա, բայց ինչ է իրենից ներկայացնում ատոմային ռումբը, ոչ Ստալինը եւ ոչ էլ աշխարհում որևէ մեկը գաղափար չունեին, այսինքն դրա հզորության մասին գաղափար չունեին։ Հասկացան, որ Մանհեթենյան նախագծի շրջանակներում ԱՄՆ-ում ստեղծվել է ատոմային ռումբ։ Փորձարկվել է բարեհաջող, բայց փորձարկումներից զարմանալիորեն անլեգալ հետախուզությունը ոչինչ չէր կարողացել հաղորդել ԽՍՀՄ, այսինքն չէին կարողացել դրա հզորությունը փոխանցել, ինչ է կատարվել Նյու Մեքսիկոյի պոլիգոնում։ Այդ մեծ եռյակի երկու հզոր ներկայացուցիչներ, այսպես հա, շակերտավոր եւ առանց շակերտների, Չերչիլը եւ Ստալինը անակնկալի չեկան, նրանք երկուսն էլ գիտեին, որ ԱՄՆ-ում Մանհեթենյան նախագիծ կա։ Բայց Պոցդամի այդ համաժողովի 6-րդ թե 7-րդ օրը, այս պայն չեմ հիշում, սա թիվը կարևոր էլ չէ, Լոնդոնից լուրեր եկան, որ 45 թվական, այսպես որպես դաշնակից պատերազմ հաղթած Ուինստոն Չերչիլը տանուլ է տվել վարչապետի ընտրությունները եւ Կլեմենտ Էթլին արդեն լիբերալներից ընտրվել է նոր վարչապետ։ Չերչիլը լքեց Պոցդամը։
Էթլին փոխարինեց, Էթլին նոր կերպար էր, Էթլին ոչ մեկը չէր ճանաչում, այսպես շփում չունեին ոչ Տրումենը, ոչ էլ Ստալինը։ Պոցդամի այս կոնֆերանսից ուղիղ մի քանի օր անց 1945 թվականի օգոստոսի 6-ին եւ օգոստոսի 9-ին Իոսիֆ Ստալինը եւ ողջ աշխարհը իրենց աչքերով տեսան, ինչ է իրենից ներկայացնում ատոմային ռումբը։ Հողկապներ վաճառող Հարի Տրումենի հրամանով այդ երկու ռումբերը նետվեցին ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա։ Հաշված վայրկյանների ընթացքում այս քաղաքները վերածվեցին մոխրի, իրական թիվ մինչև հիմա չեն ասում, անկեղծ ասած այդ թվերն էլ շատ հակասական են, բայց մոտ 200,000 մարդ ողջ այրվեց։ Անկախ պատմաբանները նշում են, սիրելի ժողովուրդ, որ Ճապոնիայի ռմբահարումը ստրատեգիական որևէ հարց չէր լուծում։ Ասում են, որ ամերիկացիները, այսպես ասած, քեն էին պահում Պերլ Հարբորի համար, որ սպասում էին պահին, որ ճապոնացիներին պիտի այսպես ռմբահարեն, բայց իրականում այստեղ թաքնված տողատակերով այսպես հղում կար, եւ այդ հղումը թաքնված ուղղված էր ԽՍՀՄ-ին։ Այսինքն մեկ կրակոցով երկու նապաստակ։ Ճապոնացիների հարցերը լուծեցին, դրեցին այնտեղ եւ ԽՍՀՄ-ին զգուշացրեցին. հաջորդ ատոմային ռումբերը գալիս են ձեր գլխին։ ԽՍՀՄ-ում սկսեցին մտածել, որ դեռևս այսպես հաղթանակի բերկրանքը չվայելած մոտենում են երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։ Անլեգալ հետախուզությունը, ԽՍՀՄ անլեգալ հետախուզությունը ԱՄՆ-ից պարբերաբար օպերատիվ տեղեկություններ էր ուղարկում, որ ԱՄՆ կառավարության հրամանով Պենտագոնում մշակվել է հատուկ պլան, ըստ որի, եթե իհարկե այդ պլանը կատարածվեր, ոչ թե ռուսական, այլ ԽՍՀՄ 20 քաղաքներ համարվում էին պոտենցիալ ատոմային ռմբահարման գոտիներ, այսինքն ԱՄՆ-ի Պենտագոնը պլան էր կազմել, որի համաձայն 20 ԽՍՀՄ քաղաքներ պիտի ատոմային ռումբ նետվեր։ Այ հենց Պոցդամի ժամանակ Ստալինը, երբ որ լսում է այս ատոմային ռումբի մասին, թեև ասացի արդեն չէր պատկերացնում ինչ հզորության մասին է խոսքը, զանգում է Կրեմլ եւ Կուրչատովին հրամայում է արագացնել ատոմային նախագծի աշխատանքները։ ԽՍՀՄ-ում արդեն սկիզբ էր առել ատոմային նախագիծը, բայց որևէ լուրջ հաջողության չէին հասել։ Ես հիմա չեմ անդրադառնա մեր հետախույզների աշխատանքին, ես չեմ անդրադառնա մեր ԽՍՀՄ հատուկ ծառայությունների գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանին, հա, ինչպես կարողացավ Մանհետանյան նախագծից կորզել այդ ինֆորմացիան Ռոզենբերգ զույգերից։ Ես ուզում եմ խոսել մի մարդու մասին, որի մասին արդեն ասացի, ողջ ինֆորմացիան խեղաթյուրվեց։ Եվ եթե հաշվի առնենք, որ այն ժամանակ ԽՍՀՄ էր, սա նորմալ էր, այդ տաբուն գոյություն ուներ եւ սա ոչ միայն ԽՍՀՄ-ում էր, հա։ Ամբողջ աշխարհում կարևորագույն մարդկանց այսպես գաղտնագրում էին, որպեսզի այդ ինֆորմացիան հանկարծ դուրս չգար։ Ստալինը վերադարձավ Մոսկվա եւ Կրեմլում անմիջապես ստեղծվեց նոր գիտատեխնիկական խորհուրդ, որի կազմի մեջ մտան ԽՍՀՄ լավագույն մաթեմատիկոսները, ֆիզիկոսները, քիմիկոսները, ինժեներները լավագույն։ Եվ հենց այդ գիտատեխնիկական խորհրդի կազմավորման առաջին օրը Կրեմլի դահլիճներում հայտնվեց նա, ԽՍՀՄ ամենաանհայտ, ամենաառեղծվածային գիտնականը, որին ոչ մեկը չէր ճանաչում։ Ձեր ճանաչում ինչ իմաստով, երևի թե հենց ուղիղ իմաստով, սիրելի ժողովուրդ, որովհետև օրինակ հրթիռաշինության կամ տիեզերագնացության մեջ Կառալյովի եւ Կուրչատովի անունը թնդում էր ողջ աշխարհում, բայց այս մարդու մասին ոչ մեկը ոչինչ չէր լսել։ Ուրեմն գիտատեխնիկական այդ խորհրդի ղեկավար նշանակվեց այն ժամանակ Ստալինի նարկոմ, ազգային նարկոմ, հիմա ես անունը կասեմ, Բարիս Վաննիկով։ Ընդամենը ղեկավար։
Համալսարանի դասախոսը, այս մարդը, պրոֆեսորը, որին ոչ մեկը չէր ճանաչում, համարվում է ԽՍՀՄ ատոմային զենքի և ջրածանային զենքի կնքահայրը, մարդ, որի շնորհիվ հաջողվեց խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից, և ես հիմա կասեմ, թե ինչպես։ Նախ արդեն ասացի, որ ԽՍՀՄ-ում եւ ամբողջ աշխարհում այդ տաբուն կար, ընդունված էր, որ գերգաղտնի գիտնականներին անպայման գաղտնագրում են, որպեսզի այդ ինֆորմացիան դուրս չգար։ Ասում են, որ նրա ուսանողները, որովհետև համալսարանի պրոֆեսոր էր, արդեն ասացի, հա, հասկանում էին, որ ինչ որ այս մարդուն մի տեսակ հատուկ ուշադրություն են դարձնում, չեկիստները անդադ հետևում են, տանում են, բերում են ինչ որ հատուկ, այսպես ուղեկցությամբ, բայց չգիտեին ինչ է, որ բնագավառում, ինչի մասին է խոսքը, ինչ ծառայություններ է մատուցում այս մարդը ԽՍՀՄ-ին։ Ուրեմն մի օր, արդեն մի քանի տարի անց, այսպես եթե թռիչքով նայենք, իրենց դասախոսը լսարան է մտնում սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս մեդալներով։ 50-ական թվականների կեսերին սոցիալիստական աշխատանքի եռակի հերոսներ ԽՍՀՄ-ում շատ քիչ կային, շատ քիչ կային։ Ուսանողները մնում են ապշած, այ քեզ բան, այսքան տարիներ այս մարդը սովորական համազգեստով, ինչի համար էր այդ մարդը եկել, որովհետև այդ օրը հաղթանակի օրն էր, մայիսի 9-ին, այս մարդը ուղղակի ցանկություն էր հայտնել արդեն զինվորական հագուստով ներկայանալ իր ուսանողներին եւ եկել էր սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս մեդալը կրծքի։ Վլադիմիր Հարությունով նրա ուսանողներից այս պահին ՌԴ-ում քիմիական ֆիզիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, չգիտեմ, նրա աշակերտներից է եղել, ուսանողներից, ասում է, մենք զգում էինք, որ հատուկ ուշադրություն կա այս մարդու նկատմամբ։ Անընդհատ ամեն պատի տակ մեկը նրան այսպես աչքով հետևում էր, տանում էին, բերում էին հատուկ մեքենաներ, որևէ ավելորդ բառ չէր ասում, որևէ նախադասություն նրանից կորզել հնարավոր չէր, մտնում էր լսարան, դասը պատմում էր, դուրս էր գալիս, ժպտում էր, բարևում էր, գնում էր, այլևս ոչինչ։ Նրա մահվանից միայն 30 տարի անց, արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո թերթերում հայտնվեց այդ անունը Կիրիլ Շտորկին։ Ուրեմն տեսեք, 45 թվականի պատերազմից հետո սոցիալիստական ճամբարի հեղինակությունը աճեց, սիրելի ժողովուրդ։ Ստալինին Ամերիկայում ասում էին «Դյադյուշկա Ջո», Ստալինի հեղինակությունը շատ բարձր էր, թե Ամերիկայում, թե Ֆրանսիայում, բոլորը նրան համարում էին այսպես ֆաշիզմին հաղթողը, բարձր հեղինակություն ուներ, սոցիալիստական ճամբարը գնալով այսպես ընդլայնվում էր Եվրոպա, Լատինական Ամերիկա, ամերիկացիները որոշեցին գերակայության, այսպես ռազմական գերակայության հասնել ամենակարճ ճանապարհով, եւ այդ ամենակարճ ճանապարհը, ինչպես ասացի, ատոմային ռմբահարումն էր Ճապոնիայի, եւ սա հենց այդ թաքնված հղումն էր ուղղված ԽՍՀՄ-ին, որովհետեւ ամենամեծ վտանգը ԽՍՀՄ-ն էր ներկայացնում իրենից։ Ուրեմն գիտատեխնիկական այդ խորհրդի ղեկավարներ, ինչպես ասացի, նշանակվեցին երկու հրի, ոչ թե ղեկավարներ, այլ այդ նարկոմները պարզապես վերահսկելու համար էին, բայց հիմնական ուղեղ այս գիտատեխնիկական խմբի երկու հրեաներ եւ մեկ հայ՝ Խարիտոն Զելդովիչ Մետաքսյան ու Կիրիլ Շոլկին, ինչպես ասում են, հիմա մենք կպարզենք, թե ով էր Կիրիլ Շոլկինը։ Եվ նախագծի պետական վերահսկիչ նշանակվեց Լավրենտի Պավլովիչ Բերիան։ Այս նախագիծ հենց հրավիրվեց գերգաղտնագրված գիտնական Կիրիլ Շոլկինը։ Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ում այդ ժամանակ, սիրելի հայեր, նրանք ովքեր տեղյակ չեն, ասեմ, գրեթե արդեն 100 ատոմային ռումբեր կային պատրաստ։ Սովետական Միությունում ոչ մեկը չկար։
1946 թվականի դեկտեմբերին Կուրչատովին հաջողվեց գործարկել առաջին ը, ատոմային ռեակտորը։ Սա փորձնական էր եւ ընդամենը 2 տարի անց Ուրալում Ցելյաբինսկ քաղաքում փորձարկվեց պլուտոնիում արտադրվող ռեակտորը եւ սկիզբ դրվեց արդեն պլուտոնիումի արտադրությանը ընդամենը 2 տարի։ Եվ այս ամենը արվում էր քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Իմիջիայլոց ասեմ, որ նախագծի ստեղծման օրվանից անմիջապես հետո, երբ որ պետական այսպես մոտեցում եղավ, երբ որ որոշեցին, որ պիտի ատոմային նախագիծ լինի ԽՍՀՄ-ում, ԽՍՀՄ-ում սկսեցին կառուցվել աննախադեպ այսպես նմանը չունեցող փակ քաղաքներ։ Դրանք հիմնականում կոչվում էին ԳՀԻ, Գիտահետազոտական ինստիտուտ։ Սարքում էին դնում էին անունը Գիտահետազոտական ինստիտուտ, ինչ որ համար էին դնում, 15-20 քաղաքներ կառուցվեցին ողջ ԽՍՀՄ-ում եւ կառուցվեցին սրանք գերմանացի գերիների հաշվին։ Պատմում են, որ գերմանացի գերիները, որոնք կառուցում էին այդ քաղաքները, ապրում էին անմարդկային պայմաններում եւ հարյուրավոր, հազարավոր մարդիկ են մահացել այդ քաղաքների կառուցման ժամանակ։ Ուրեմն այդ քաղաքները հայտնի կամ քիչ հայտնի, այսպես տարածված էին, հետախուզությունը կարողանում էր մեկու մեջ, այսպես արտերկրյա հետախուզությունը կարողանում էր ինչ-որ տեղեկություններ կորզել, ուղարկել իրենց կառավարություններին, բայց նրանցից ոչ մեկը չգիտեր, որ այդ ԳՀԻ-ների մեծամասնությունը այսպես ամերիկացիների կամ եվրոպացիների կամ աշխարհի աշկերտին փոշի փչելու համար էր, որովհետև դրանց մեջ գոյություն ուներ միայն մեկ գերագույն գլխավոր ԳՀԻ կոչված, որը կոչվում էր KB11 կամ ինչպես առավել հայտնի է Արզամաս 16։ Եվ հենց Արզամաս 16-ում մեր ժողովուրդը, մեր հայերը, սիրելի ժողովուրդ, սկիզբ դրեցին ատոմային միջուկային զենքի նախագծմանը, ոչ միայն հայերը, ես նկատի ունեմ ողջ անձնակազմը, որոնք աշխատում են, արդեն ասացի, Բերիայի վերահսկողության տակ։ Այսպես եկավ 1949 թվականի օգոստոսի 29-ը։ Ղազախստանի Սեմիպալատինսկ կոչվող պոլիգոնում փորձարկվեց ԽՍՀՄ առաջին ատոմային ռումբը եւ բարեհաջող փորձարկվեց։ Այս փորձարկումից հետո ամերիկացիները մի քիչ ավելի սկսեցին զգուշանալ։ Իմիջիայլոց Հարի Թրումանը այդ ընթացքում ձևավորեց, կազմավորեց եւ ստեղծեց ԿՀՎ-ն, Կենտրոնական հետախուզական վարչությունը։ Եվ դրա առաջին ղեկավարներից Հիլեն Կոտեր, կարծեմ չեմ կարող այս պահին անունը հիշել, կարևոր էլ չէ նրա անունը, ԱՄՆ կառավարության այսպես վստահեցնում էր, որ ԽՍՀՄ-ում մինչև 55, 56, 57 թվականը ատոմային նախագծում հաջողությունների չեն հասնի, երբ որ 49 թվականին Ղազախստանի Սեմիպալատինսկում փորձարկվեց առաջին ատոմային ռումբը, ամերիկացիները կամաց նստեցին տեղում։ Ատոմային ռումբի առաջին փորձարկումը վստահվեց Կիրիլ Շտոլկինին։ Բարեհաջող փորձարկումից հետո նրանց շնորհավորեց Բերյան մոտեցավ Կուրչատովին հարցրեց. «Ինչ անուն պիտի դնենք, հիմա պիտի Ստալինին զեկուցենք, ինչպես իրենք էին ասում Խազիային, հա, Ստալինին ասում են Խազիային։ Ասում էր, ինչ զեկուցեմ, ինչ անուն ունենք»։ Կուրչատովն ասաց Շտոլկինը որոշել է կոչել այն RDS։ Բերյան հարցրեց, իսկ ինչ է RDS։ Կուրչատովն էլ այսպես վերցանեց RDS, ռեակտիվնի դվիգծել Ստալինա։ Բերյան ասեց շատ կուրախանա Ստալինը, ես գնամ մի անգամից զեկուցեմ, հետո Շոլկինը մոտեցավ Կուրչատովին, ասաց, բայց քեզ ով էր ասել, որ RDS-ը ռեակտիվնի դվիգծել Ստալինա, ես բացարձակ նման միտք չեմ ունեցել։ RDS նշանակում էր Ռասիա ձելետ Սամա, բայց արդեն ասված էր Ստալինին սա շատ դուր եկավ, Բերյան վերցրեց երկու թղթապանակ եւ գնաց Կրեմլ Ստալինին զեկուցելու։ Ինչու երկու թղթապանակ։ Նույն անունները, սիրելի ժողովուրդ, երկու թղթապանակներում, նույն անունները։ Բացարձակ ոչ մի տարբերություն, երկու թղթապանակներում նույն անունները, բայց մի թղթապանակը անհաջողության դեպքում նախատեսված էր գնդակահարություն բոլորի։
Եվ զարմանալի է, որ այսպես շփոթված Բերյան Ստալինին մեկնեց հենց գնդակահարվողների ցուցակը, իհարկե Ստալինը հասկացավ դա եւ գնդակահարություններ այսպես ջնջեց եւ գրեց պարգևատրել եւ նույն թվականի 49 թվականի հոկտեմբերին Կրեմլում Ստալինը անձամբ պարգևատրեց այս գիտատեխնիկական խորհրդի եւ ընդհանրապես ատոմային նախագծի ողջ անձնակազմին եւ Կիրիլ Շոլկինն էլ նրանց թվում ստացավ սոցիալիստական աշխատանքի հերոսի առաջին մեդալը։ Իմիջիայլոց այստեղ փաստաթուղթ է պահպանվել, երբ որ Ստալինը մեդալը անձամբ կախելով Շոլկինի կրծքին ասում է. «Գիտես, եթե մի քիչ էլ ուշանայի, այդ ատոմային ռումբի փորձարկումը Ղազախստանում մենք փորձարկելու ենք մեր ուսերին»։ Այսինքն ԽՍՀՄ-ում համոզված էին, որ ամերիկացիները այսպես թե այնպես հարձակվելու են։ Ինչքանով է սա ռեալ, ես չեմ կարող ասել, բայց փաստ է, որ Պենտագոնում այդ պլանը գծված էր, որ պետք է ԽՍՀՄ-ին այսպես մեղմ ասած լռեցնել։ ԽՍՀՄ-ում ստեղծված ատոմային ռումբը ոչ միայն դարձավ ԽՍՀՄ-ի խաղաղության երաշխիքը, եթե կարելի է այդպես ասել, այլև աշխարհը բաժանեց երկու բևեռների՝ ԱՄՆ եւ ԽՍՀՄ, երկու ատոմային գերտերություններ։ Սակայն սառը պատերազմը չդադարեց։ Ուրեմն ԱՄՆ պետքարտուղար այն ժամանակ Ջոզեֆ Գրյու, կարծեմ, այո, հայտարարեց, որ եթե աշխարհում կա մի բան, որը անխուսափելի է, դա ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջև պատերազմն է։ Իսկ Մանհեթենյան նախագծի ռազմական ղեկավար գեներալ-լեյտենանտ Լեսլի Գրովսը հայտարարեց, որ Մանհեթենյան նախագիծը ի սկզբանե նախատեսված է եղել եւ ունի միայն մեկ նպատակ՝ հաղթել եւ կործանել ռուսներին։ Սրանք նախադասություններ են, որոնք դուրս են բերված փաստաթղթերից, այսինքն սրանք շինծու չեն, սրանք օրինովի չեն, սիրելի հայեր։ Նման ագրեսիվ պահվածքը հնարավոր էր զսպել միայն հակահարվածով եւ առզամաս 16-ում հայ գիտնականների հետ միասին ստեղծվեց, ձուլվեց ԽՍՀՄ ատոմային վահանը։ Եվ այդ միջուկային վահանի գլխավոր ուղեղ, գլխավոր փորձարկող եւ կնքահայր, ինչպես նրան կոչեցին Բերյան եւ Կուրչատովը, դարձավ Կիրիլ Շոլկինը։ Հիմա ով էր Կիրիլ Շոլկինը։ Նախ ասեմ, որ հաջորդ ռումբը արդեն տերմոմիջուկային ռեակցիաների վրա նախատեսված ջրածնային ռումբն էր, որը չուշացավ։ Արդեն 4 տարի անց 1953 թվականի սեպտեմբերի 12-ին ԽՍՀՄ-ում փորձարկվեց ջրածնային ռումբը եւ դարձյալ Կիրակոս Մետաքսյանի ղեկավարությամբ ջրածնային ռումբը։ Ջրածնային ռումբի փորձարկումից հետո ԱՄՆ-ում վերջնականապես հրաժարվեցին պատերազմը տաք փուլ տեղափոխելու մտքից եւ հասկացան, որ ԽՍՀՄ-ի հետ պետք չէ պատերազմել։ Հետաքրիր է, որ 53 թվականի վերջերին արդեն, ինչպես ասացի, Կիրակոս Մետաքսյանը դարձավ ԽՍՀՄ-ում այն քիչ մարդկանցից, որոնց կրծքին կախված էր սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս Ստալինի պրեմիայի, առաջին կարգի պրեմիայի կրկնակի դափնեկիր։ Նման մարդիկ շատ քիչ կային։ Այսինքն սովետական միությունում, որպեսզի դու սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս լինեիր, եւ շատերը կային, նույն Կուրչատովը, նույն հետագայում նույնիսկ Ռոմիկոն էր դարձել, ես չգիտեմ ինչի համար, սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս, բայց Ռոմիկոին բաց թողնենք։ 53 թվականի սեպտեմբերի 12-ին, ինչպես ձեզ հայտնի է, Ստալինը արդեն չկար։ 53 թվականի մարտի 5-ին Ստալինը մահացավ, սիրելի ժողովուրդ, եւ պարզվեց, որ քիչ թվով գիտնականներից, գաղտնագրված գիտնականներից, Կարալյով, Կուրչատով, Զիլդովիչ, Խարիտոն, քիչ գիտնականներից բացի ԽՍՀՄ-ում միակ մարդը, որը տիրապետում էր ատոմային ռումբի մասին ողջ ինֆորմացիային, դա Լավրենտի Պավլովիչ Բերյանն էր։ Ըստ գաղտնազերծված փաստաթղթերի,
Խրուշչովը երբ որ ընդունում է իշխանությունը, Պոլիտբյուրոյի մյուս անդամների հետ, Խրուշչովին նոր բացատրում են, բայց տեսեք որ թվականն է, 49 թվականին արդեն փորձարկում է եղել։ Ատոմային զենքը արդեն կա, ատոմային ռումբը արդեն կա, նախագիծ արդեն կա, ոչ գիտնականներին էր ճանաչում Խրուշչովը, ոչ գիտեր ատոմային ռումբն ինչ բան է, գիտեն, որ ինչ-որ բան անում են, այս կարգի գաղտնագրված էր ամեն ինչ, նույնը կատարվում էր Մանհեթենյան նախագծում, եւ սրա համար էլ ես զարմանալիորեն այսպես միշտ ապշած եմ մնացել, թե Մանհեթենյան նախագծի այս գերգաղտնագրված այս միջավայրում ինչպես գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանը կարողացավ գաղտնագրել, ներողություն հավաքագրել Ռոզենբերգ զույգերին եւ նրանցից կորզել այդ ինֆորմացիան, թեև դրա համար ձերբակալվեց, մի խոսքով, Աննա Աննա Շոլկինան Կիրակոս Մետաքսյանի աղջիկն է։ Տեսեք, Աննա Շոլկինայի վկայությամբ ոչ թե իմ գրքով, ոչ թե Google-ով, ոչ թե չգիտեմ ինչով, Աննա Շոլկինայի վկայությամբ Pri Rayzeni Կիրակոս Հովանեսովիչ Մետաքսյան ծնվել է 11 թվականին Թիֆլիսում, կնքվել է տեղի հայկական եկեղեցում։ Աննան պատմում է, որ հայրը ընդամենը մեկ ամսական էր, երբ որ նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, նոր Բայազեդ, մեր կենցաղային լեզվով ասած, մեր բարի ավանդական Քյավառ։ Հայրը հողագործ էր աշխատում, բայց շուտով հիվանդանում է թոքախտով եւ ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել Ղրիմ։ Այստեղ մնացել են արդեն Ղրիմի հայ համայնքի վկայությունները, որ նրանք ինչպես են ընդունում Կիրակոսի հորը արդեն, հա, Հովհաննես Մետաքսյանին, պահում են նրանց, բայց Հովհաննեսը շուտով մահանում է թոքախտից, Կիրակոսի մայրը մնում է միայնակ, երկու երեխաների հետ եւ հայ համայնքը հոգում է նրանց բոլոր կարիքները, իսկ Հովհաննես Մետաքսյանի ուղարկավորում են հայ համայնքի փողերով հայկական գերեզմանատանը Ղրիմում եւ այս ամենը սիրելի հայեր հնարավոր չէ օդից վերցնել, բերել, դնել գիրք։ Այստեղ կան 1000 վկայություններ, նույնիսկ տապանակար, գերեզմանակար, ով ուզում է կարող է գնալ տեսնել։ Ընտանիքը հայտնվում է աղքատության եզրին, Կիրակոսն այդ ժամանակ կարծեմ 14-15 տարեկան պատանի է լինում, ընդունվում է դարբնի աշակերտ։ Սա դաժանակիր աշխատանք։ Միաժամանակ սովորում է դպրոցում, դպրոցն ավարտում է եւ երբ որ դպրոցն ավարտում է, նրա վարպետ դարբինը նրան 2 ռուբլի նվեր է տալիս։ Այսպես ասած, դպրոցն ավարտելու կապակցությամբ Կիրակոսը վերցնում է այդ 2 ռուբլին եւ մեկնում է Սիմֆերոպոլ, որտեղ ընդունվում է համալսարան, տարվում է ֆիզիկայով, քիմիայով, այնտեղ ծանոթանում է ուսանողներից մեկի հետ, կին։ Զույգը սիրահարվում է, ամուսնանում են, տեղափոխվում են Լենինգրադ։ Սա ամենակարճ կենսագրականը Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյանի մասին, որին պարոն Լավրենտի Պավլովիչ Բերյան դարձրել էր Կիրիլ Շոլկին եւ բացատրում էր, որ ժամանակին նա եղել է Հայաստանում, դրա համար էլ մի քանի բառ գիտի հայերեն, բայց նա վարժ խոսում էր հայերեն, վարժ։ Ուրեմն 50-ական թվականներին հասկանալով, որ ատոմային այսպես պատերազմը մեղմ ասած արդեն հավանական չէ, նոր պատերազմական օջախներ բացվեց Հյուսիսային եւ Հարավային Կորեայում։ Այստեղ նորից ԽՍՀՄ եւ ԱՄՆ այսպես ոչ պաշտոնական պատերազմ։ Ուզեք թե ոչ, կընդունեք թե ոչ, սիրելի ժողովուրդ, երրորդ համաշխարհային պատերազմը տաք փուլ, այսպես ասած, սառից տաք չդարձավ միայն այն բանի շնորհիվ, որ ԽՍՀՄ-ում փորձարկվեցին ատոմային եւ ջրածնային ռումբերը եւ ԽՍՀՄ-ում առաջ եկան, ստեղծվեցին գերհզոր բալիստիկ հրթիռներ։ Այս սրանից հետո միայն ԱՄՆ-ում հասկացան, որ չի կարելի պատերազմել։ 1955 թվականին եկավ արդեն Խրուշովն է իշխանության,
Խրուշչովը որոշեց, որ Ուրալում պիտի Արզամաս 16-ի կրկնօրինակը կառուցել, նոր ԳՀ-ի, այսպես կոչված, կոչվում էր ԳՀ-ի 10-11։ Կրկնօրինակը, այսինքն Արզամաս 16-ի պես ինչ-որ ատոմային նախագծի այսպես համար պիտի նոր գիտահետազոտական ինստիտուտ կառուցվեր։ Մտածեցին ում դնեն ղեկավար եւ միանգամից Կիրիլ Շոլկին անուն այսպես դուրս եկավ, Խրուշչովն ասեց հրավիրեք այդ մարդուն, ես ուզում եմ նրա հետ անձամբ խոսել։ Կրեմլում հանդիպեցին Կուրչատովը, Շոլկինը, Խրուշչովը բացատրեց Շոլկինին, որ այսպիսի գաղափար ունեմ, ուզում եմ նոր գիտահետազոտական ինստիտուտ ստեղծել Ուրալում, արդեն խոսել եմ գործարանների տնօրենների հետ, գործարաններում հատուկ ցեխեր կտրամադրվեն, այդ ցեխերում նախագծեր մենք իրականացնենք։ Կիրիլ Շոլկինը միանգամից հակադարձեց Խրուշչովին։ Ըստ պատմաբանների Խրուշչովը աշխարհում ամենաշատ տանել չէր կարողանում, երբ որ իրեն հակադարձում էին։ Ինչ ասաց Շոլկինը։ Ասաց ես հրաժարվում եմ ղեկավարել նման նախագիծ։ Ինչի համար։ Շոլկինն ասաց, եթե դուք ուզում եք նախագիծը լուրջ հաջողություններ ունենա, առանձին քաղաք է պետք կառուցել հնարավորինս բնության գրկում կամ գետի մոտ կամ լճի մոտ, որովհետև մարդիկ դեպրեսիվ ստրեսի մեջ են աշխատում, մարդիկ աշխատում են ծանր պայմաններում, ինչ գործարան, ինչ ցեխ, ինչ պատեր, ինչ տնորեն։ Նոր քաղաք է պետք կառուցել, եթե կհամաձայնեք, ես էլ կհամաձայնեմ ղեկավարել այդ նախագիծը։ Խրուշչովը զիջեց այս վեճը, բայց չմոռացավ։ Սոլկինի ընտրությամբ քաղաք Սնեժինսկում կառուցվեց Չելյաբինսկ 70 ԳՀ-ին, որի ղեկավար դարձավ ինքը։ Մոտ 5 տարի հասցրեց ղեկավարել Շոլկին այս գիտահետազոտական ինստիտուտը, որովհետև ի սկզբանե մտածում էր, որ ատոմային ռումբ ունենք, ջրածնային ռումբ ունենք, ԱՄՆ-ի, այսպես ասած, թևերն արդեն կապել ենք, միջուկային պատերազմ, ատոմային պատերազմը բացառվում է, ուրեմն ԳՀ-ին աշխատելու է բացառապես խաղաղ նպատակների համար, ֆիզիկայի համար, չգիտեմ, քիմիայի համար, չգիտեմ, կեզերագնացության համար, բայց Նիկիտան այլ պլաններ ուներ։ Պարոն Կուկուռուզնիկը, ինչպես նրան ասում էին ԽՍՀՄ-ում, որոշեց, որ ջրածնային ռումբն էլ է քիչ։ Խրուշչովը երազում էր ունենալ սուպեր ռումբ, որը Ռուսաստանում անվանում էին, այսինքն ինքն էր այդպես ասում, ցար բոմբա։ Ցար բոմբա 100 մեգատոն հզորությամբ։ Պատկերացնում եք սա ինչ էր անելու երկրագունդը։ Սոլկինը հասկացավ, որ Խրուշչովը մեղմ ասած այսպես ադեկվատ չէ, փորձեցին բացատրել Կուրչատովի հետ, ասեցին. «Ընկեր, չես անում 100 մեգատոն, մենք արդեն գերակայության հասել ենք, բալանսը պահում ենք։ Մենք ժամանակին վախենում էինք ատոմային հարվածներից, ատոմային ռումբի, մենք հիմա գիտենք, որ ամենը չի հարձակվելու։ Բացարձակապես ԱՄՆ գիտի մենք ինչ հզորություն ունենք, մենք ինչ զորություն ունենք, չի հարձակվի։ Ինչ ենք անում մենք 100 մեգատոն։ Նորից ուզում եք ինչ-որ բան խառնել այստեղ»։ Հետաքրքիր է, որ այսպես գլխավոր ուղեղ համարվող, թեև արդարացիորեն գլխավոր ուղեղ, բայց ես հետո կասեմ ինչներ մի քիչ այսպես անարդարացի այստեղ, Կուրչատովը նույնպես դեմ գնաց այս նախագծին, ասաց ես չեմ անի դա։ Կուրչատովը եւ Մետաքսյան Կիրակոսը դեմ գնացին ցար բոմբայի նախագծին։ Խրուշչովը նրանց երկուսին էլ ազատեց աշխատանքից։ Երկուսին էլ։ Պլուտոնիումի հետ աշխատել, այսպես ռադիացիոն անվտանգությունը ես չգիտեմ ինչ մակարդակի էր, թեև ռադիացիոն անվտանգության պետը Արզամասում, ռադիացիոն անվտանգության գլխավոր պատասխանատուն, որի շնորհիվ որևէ դժբախտ դեպք չգրանցվեց ողջ այդ տարիներին, նույն մեր ավանդական Քյավառցի Ավետիք Բուռնազյանն էր, սա իմիջիայլոց ասեմ, արանքում ոչ թե իմիջիայլոց, այլ միջանկյալ ինֆորմացիա։ Ամեն դեպքում 1961 թվականին արդեն փորձարկվեց ցար բոմբան։
Կուրչատովը սա չտեսավ։ Կուրչատովը մահացել էր 1 տարի առաջ։ Սոլկինը սա տեսավ։ Սոլկինը տեսավ սրա հզորությունը։ Սոլկինը հասկացավ, որ սրա դեմն առնել հնարավոր չէ։ Սովետական Tu-95B կոչվող այս ինքնատիրից Սուխոյ Նոս կոչվող պոլիգոնում փորձարկվեց ցար բոմբան եւ աշխարհում հասկացան, որ պետք չէ գնալ նման քայլերի։ Պետք չէ գնալ, նույնիսկ ամերիկացիները հասկացան, եվրոպացիները հասկացան, իսկ Խրուշովը ուզում էր գնալ առաջ։ Իմիջիայլոց մի քանի տարով էսպես հետ որ գնանք, այս ինֆորմացիան չգիտեմ ձեզ հայտնի է թե չէ, բայց 1954 թվականի հունիսի 27-ին Կալուգայի մարզի Օբնինսկում գործարկվեց աշխարհում առաջին ատոմային էլեկտրոկայանը։ Աշխարհում առաջին Կալուգայի մարզի Օբնինսկում։ Եվ այս առաջին ատոմային էլեկտրոկայանը գործարկվեց Մետաքսյան Կիրակոսի ջանքերի շնորհիվ։ Ամեն դեպքում ցար բոմբայի փորձարկումից հետո Կիրակոս Մետաքսյանի առողջական վիճակը ավելի վատացավ, դեպրեսիաներ, եւ նա սկսեց մի քիչ հարցեր տալ, սկսեց խոսել, որ չի կարելի այդպեսի բաներ անել, չի կարելի սա մոլորակը այսպես ուղեծրից դուրս կհանեք։ Կռեմլում հասկացան, որ գերգաղտնագրված գիտնականը մի քիչ շատ է խոսում։ Գերգաղտնագրված գիտնական Կիրակոս Մետաքսյանին, այսպես ասած, դարձի բերելու նպատակով Կրեմլը նրա տուն գործուղեց ՀՀ պատմության մեջ աղվեսի քաղաքական գործչի առումով այսպես կյանք վարող Անաստաս Միկոյանին։ Անաստաս Միկոյանին Խրուշովն ասաց, մի գնա այդ մարդուն բացատրի էլի։ Քո հայրենակիցն ա վերջը ասա խելքի արի, քեզ խելոք պահի, տղա։ 400 ռուբլի աշխատավարձ թոշակ կտան քեզ։ Ապրի քո համար էլի 400 ռուբլի տունն ունես, տեղն ունես, այգին ունես, 400 ռուբլի էլ թոշակ կտանք։ Անաստաս Իվանովիչ Միկոյանը գնաց Կիրակոս Մետաքսյանին այցելության եւ Անաստաս Միկոյանը ինքն իրեն իր գլխու, այսպես կենցաղային լեզվով ասած, ժողովրդական լեքսիկոնով Խրուշովի նշանակած 400 ռուբլի թոշակը կրճատեց, դարձրեց 200 ռուբլի, ասաց սիրելի Կիրակոս, տեսել ա քեզ շատ։ Սա արեց Անաստաս Իվանովիչ Միկոյանը։ Կրճատեց այս մարդու թոշակը եւ ասաց սա էլ ա քեզ շատ։ Սոլկինը մնաց միայնակ, նրա մասին ոչ մեկը չէր հիշում, ոչ մեկը չէր խոսում այս մարդու մասին, որևէ փաստաթղթի մեջ, որտեղ գրված էր նրա անունը, անհետ ջնջվեցին այս ամեն ինչը որ մնաց եւ հասավ մեզ, մենք հիմա ենք սա այսպես խոսում։ Այն ժամանակ այս մարդու անունը բարձր ասել արդեն գնդակարության հոդված էր։ 68 թվականի նոյեմբերի 8-ին ԽՍՀՄ ատոմային զենքի կնքահայր, ատոմային եւ ջրածնային զենքերի կնքահայր Կիրակոս Մետաքսյանը մահացավ իր տան մեջ ծանր հիվանդությունից, ինչպես եւ Կուրչատովը, նրանք բավական երիտասարդ 50-ներ չկային։ Կուրչատովը մի քիչ ավելի մեծ էր։ Նրա մահվան օրը, հենց մահվան օրը, չեկիստները մտնում են նրանց տուն եւ բռնագրավում, առգրավում։ Ես չհասկացա, ոնց որ էլի կապի հետ խնդիր կա, ժողովուրդ ներող կլինեք։ Ձայնը կա, լսվում է։ Լսում եք ինձ ժողովուրդ, կապը ոնց որ գնաց նորից մի պահ։ Հա, գնաց կապը։ Ուրեմն մտան Կիրակոս Մետաքսյանի տուն եւ առգրավեցին բոլոր կոչումները եւ փաստաթղթերը, թե ինչ փաստաթուղթ պիտի պահեր այդ մարդը, նրան ով էր թույլ տալիս խոսելու, որ մեկ էլ փաստաթուղթ պահեր։ Նույն Աննա Շոլկինայի վկայությամբ, ասում է, ես հիշում եմ, արդեն գերեզմանի մոտ, երբ որ մենք բոլորս ճանապարհ էինք դնում հայրիկին, ինձ մոտեցավ մի գեներալ եւ ականջիս, այնպես որ չեկիստները հանկարծ չտեսնեն, ականջիս ասաց. «Շիր, քո հոր շնորհիվ աշխարհը խուսափեց երրորդ համաշխարհային պատերազմից»։
Բայց ԽՍՀՄ-ում որևէ գիտնականի հետ այսպես չէին վարվել։ Կուրչատովը մնաց Կուրչատով, Կարալյովը մնաց Կարալյով։ Միջանկյալ ասեմ, որ Կարալյովը երբ որ այդպես հրթիռները ստեղծելով գնում էր, թեև Կարալյովն էլ այնտեղ գիտեք, գլխավոր գերագույն այսպես ուղեղը չէր, մենք այնտեղ ունեինք Ալեքսանդր Քեմուրջյան, մենք այնտեղ ունեինք Նորայր Սիսակյան, բայց երբ որ որոշեցին ԽՍՀՄ-ում, որ ատոմային ռումբը պետք է դնել արդեն հրթիռների վրա, որովհետև ԱՄՆ-ում արդեն դրել էին, կանչեցին Կիրիլ Շոլկինին, Կարալյովի հետ հանդիպեց, Կարալյովն ասեց, ահա հրթիռը, բերեք ձեր ատոմային ռումբը, Կիրակոս Մետաքսյանը նայեց Կարալյովի հրթիռին եւ ասաց, քո խաղալիքը վերցրու եւ մեղմ ասած Կարալյովին այդպիսի արտահայտություն։ Կարալյովը զարմացավ, «Սով ես մարդ, ինչ ես խոսում դու, այ տղա ջան, այ մարդ ջան, ով ես դու, ես Կարալյովն եմ»։ Մետաքսյանն ասաց, Կարալյովը չլինես, ով ուզում ես լինի այդ քո հրթիռի վրա, ես քարի հատիկ էլ չեմ դնի, ես լուցկու տուփ էլ չեմ դնի, որովհետև գոյություն ունի անվտանգության եռակի համակարգ։ Երբ որ կկարողանաք ապահովել այդ համակարգը, կանչեք ինձ եւ ես կտեղադրեմ։ Եվ շատ տարիներ հետո Կարալյովը խոստովանեց, առանց Շոլկինի մեր հրթիռները երբեք չէին ունենա ատոմային արսենալ։ Այսպիսի բաներ, սիրելի ժողովուրդ։ Հիմա կրկնեմ նորից, որ այս մասին ես խոսեցի մի քանի օր առաջ, բայց ցավոք սրտի քամու ուշքնության պատճառով հաղորդումը հնարավոր չեղավ այսպես եթեր հեռարձակել, դրա համար փորձեցինք այսօր կրկնել եւ պատմել ձեզ այս լեգենդար եւ առեղծվածային մարդու մասին ողջ ինֆորմացիան, սիրելի հայեր, առավելապես նրանք, ովքեր մի քայլ առաջ են ընկնում, այսպես իրենց տագիտությունը ցույց տալու եւ ոչ adekvat մեկնաբանություններ գրելու, գոյություն ունեն փաստաթղթեր, գոյություն ունի աղջիկը, գոյություն ունեն աշակերտները, այս մարդու ուսանողները, որոնք պատմում են նրա մասին։ Պետք չէ ինձ հավատալ։ Ինձ բացարձակ պետք չէ հավատալ։ Թեև ես այս մարդու մասին արդեն գրքում խոսել եմ առաջին գրքում։ Կարող եք բացել, կարող եք կարդալ, կարող եք գրքերը առնել, սիրելի ժողովուրդ, թե ինչպես ձեռք բերել գրքերը, դուք մեկնաբանություններում կտեսնեք։ Հուսով եմ, ես կարողացա փոխանցել ձեզ, թեև հնարավորինս սեղմ այս ինֆորմացիան, լեգենդար եւ առեղծվածային մարդու մասին, Մետաքսյան Կիրակոսի մասին, որի շնորհիվ կրկնում եմ, Ամերիկայում հետ կանգնեցին սառը պատերազմը տաք փուլ տեղափոխելու մտքից։ Այսքանը, լավ մնացեք, անփորձանք մնացեք, կհանդիպենք շուտով։ Բարի գիշեր։